Պարոն Եղիազարյան, խոսենք ապահովակների թանկացումից, վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ մեքենայի ապահովագրությունը ապան թանկացել է։ Կասեք, որոնք են վերջին թանկացումների հիմնական տնտեսական հիմնավորումները եւ արդյոք սպասվում են սակագնային նոր վերանայումներ մոտ ապագայում։ Ընդհանրապես ապահովակների թանկացումների հիմնավորումները թե վերջին, թե նախավերջին շրջանում մեկ, այսպես ասած, հիմնական պատճառաբանություն ունեն։ Քանի որ ապահովակների գերակշիռ մասը ձևավորվում է հատուցումներից, պատանների արդյունքում ստացված վնասների հատուցումներից, դրանք մասնավորապես 75-ից 80%-ն են կազմում սակագների մեջ, հետևաբար, ինչքան որ շատ է լինում հատուցումները, ստիպված նաև ապահովագրական ընկերությունները վերանայում են սակագները։ Մնացած մասը, այդ 75-80%-ից ավելը, դա ապահովագրական ընկերությունների գործառնական ծախսերն են, հարկերն են, տեղեկատվական համակարգի, օֆիսային եւ այլ աշխատակիցների պահպանման որոշ չափով շահույթ, բայց այդ քանի որ դա շատ փոքր մասն է կազմում, բնականաբար սակագների վրա այս կամ այն ուղղությամբ ազդեցությունը ապահովելու համար պետք է ազդել հատուցումների վրա։ Իսկ ինչ են հատուցումները բարձրանում, կարծանան այդ հարցը կառաջանա, որովհետև գնալով, ինչպես տեսնում եք, մեքենաների պարկը թարմացվում է, էլեկտրոմոբիլներ են ի հայտ գալիս, որոնց վերանորոգման ծախսերը սովորականից բարձր են եւ հաճախ չեն էլ վերանորոգում, այլ պահեստամասերի փոփոխության են գնում, որը էլ ավելի թանկ է, քան վերանորոգումը։ Դե պատահարների քանակն էլ չի նվազում մի բան բարձրանում, քանի որ մեքենաների քանակն է ավելանում եւ նոր վարորդների քանակը նաեւ ավելանում է այդ իսկ պատճառով։ Վերջին ամիսներին առադյան ու մերկասառույցի պայմաններում որքանով է աճել վթարների եւ համապատասխան փոխհատուցման հայտերի քանակը, ունեք նման վիճակագրություն։ 2025 թվականի դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, երբ որ տեղացել է ձյուն, աճ եղել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ 25 թվականի դեկտեմբերը 24-ի դեկտեմբերի համեմատ աճել է քանակային պատահարները մոտ 8%-ով, 26 թվականի հունվարը 25-ի հունվարի համեմատ մոտ 30%-ով, բայց այդտեղ այդ շատ մեծ աճի պատճառներից մեկն է նաև այն է, որ 25 թվականի հունվարին նվազում է եղել 24-ի համեմատ։ Կարելի ասել էական նվազում է եղել, հետեւաբար եթե այդ նվազումը անտեսենք, ասենք 26-ի հունվարը համեմատենք 24-ի հունվարի հետ, կլինի 15% աճ։ Ամեն դեպքում դեկտեմբերին եւ հունվարին են այս վերջի երկու ամիսներին աճ եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։ Վթարների վիճակագրությունը, որն անում ենք, մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին, բնակչության թվի հետ կապված։ Արդյոք բյուրոն կամ ապահովագրական ընկերությունները տեսնում են Երևանի քաղաքապետարանի իրավական կամ ֆինանսական պատասխանատվությունը այն վթարների դեպքում, որոնք ուղղակիորեն հետևանք են ոչ պատշաճ ձնամաքրման եւ ճանապարհների անմխիթար վիճակի։ Արդյոք կիրառվում է սուբրոգացիայի իրավունքը համայնքային կառույցների նկատմամբ։ Ուրեմն, եթե կուզեք, ես ձեր հարցին ուղղակի պատասխանելուց հետո մի քիչ ավելի լայն եմ կանրադառնամ, որպես միգուցե երկրորդ կամ հաջորդ հարց համարելով, մասնավորապես նշելով, թե ինչ կարելի է անել ընդհանրապես, որ այդ պատահարները մի քիչ նվազեն եւ եթե պատահարները նվազեն, հատուցումները կնվազեն, եթե հատուցումները նվազեն, հնարավոր է սակագները ոչ թե բարձրանան, այլ նույնիսկ իջնեն։ Հիմա մասնավոր հարցին սկզբից պատասխանեմ, որ կանրադառնամ դրան։ Բնականաբար, եթե օրինակ դեկտեմբերին, հունվարին ենթադրենք աճ է արձանագրվում պատահարների, այսպես ասեմ, դեկտեմբերին, այո, ամեն տարի նախորդ ամիսների համեմատ սովորաբար աճ է արձանագրվում եղանակային պայմաններից ելնելով։ Հունվարին նախորդ ամիսների համեմատ նվազում է։ Նվազում է երևի հունվարին մի քիչ մարդիկ, չգիտեմ, ավելի հանգիստ ապրելակերպ են վարում, ավելի քիչ են միգուցե մեքենա վարում կամ ավելի զգուշ են, չգիտեմ, այնտեղ մի քիչ արձակուրդներ, այս կողմն կողմ, բայց այս տարի համեմատած նախորդ տարիների ամեն դեպքում աճ է եղել, եթե աճ է եղել ու եղանակը գիտենք, որ ձենը առատ է եղել, բնականաբար դա ինչ-որ ազդեցություն ունեցել է, այլ հավասար պայմաններում ունեցել է այդ ազդեցությունը ու եթե
ասենք մաքրումը, գիտեք ինչ, մաքրումը իհարկե անհրաժեշտ է, բայց այնպես չի, որ մաքրում են վտանգավորությամբ վերանում է, մաքրում են ինչ-որ հարթեցվում է ճանապարհը, հետո էլ սառում է, հետո նորից էլ ավելի վտանգ է առաջանում, այսինքն այնտեղ ինչ-որ կոմպլեքս միջոցառումներ երևի պետք է արվի, որ ճանապարհի վիճակը համեմատաբար կամ մոտ լինի այլ տարվա այլ ժամանակաշրջանների վիճակի, ինչը գիտենք, որ միշտ չի ապահովում։ Իսկ եթե անդրադառնանք այն մասին, որ ճանապարհների մաքրման կամ այլ խնդիրների պատճառով, որ վթարներ են առաջանում, ինչ որ դա ընթացք կամ հակազդող միջոցառումներ իրականացվում է թե ոչ, ես նշեմ, որ իրականում պատահարները, որ մեր մոտ գրանցվում է, ելակետային տվյալներում կա նաև նշումներ այդ ճանապարհի վիճակի եւ այլ հարակից խնդիրների մասին, օրինակ լուսացույց, նշան, նոր մաքրված, չմաքրված եւ այլ հարցեր, փոս եւ այլն։ Դրանք հաշվի են առնում փորձագետների կողմից սովորաբար, բայց ոչ հաճախ են փորձագետների կողմից հստակ մեղավորություն տրվում, այսինքն մեր համակարգը հետեւյալ կերպ է աշխատում, երբ որ պատահար է տեղի ունենում, պարտադիր մեքենաներից մեկին մեղավորություն պիտի տրվի, նույնիսկ եթե դա եղել է ինչ-որ փոսից փախցնելու կամ այլ ճանապարհային պատճառով, նաև կարող են նշել, որ ասենք այդ փոսի եւ այլ հետևանքն է եղել, բայց համակարգի ներսում պարտադիր պետք է մեղավոր նշվի, ապահովագրական ընկերությունը հատուցի, հետո դրանից հետո հետադարձ պահանջներով կարող են գնալ այն սկզբնապատճառից պահանջել։ Սկզբնապատճառից հաճախ չի լինում այդ պահանջները, քանի որ հաճախ չի լինում, որ փորձագետները վստահաբար նշում են որպես պատճառ այդ ճանապարհի քանդված եւ այլ լինելը, իսկ երբ որ էլ նշում են, ասենք կան դեպքեր, որ ապահովագրական ընկերությունները դիմել են դատարան ու մերժվել են։ Այսինքն օրինակ մասնավոր դեպք եղել, որ լուսացույցը չի աշխատել կամ միաժամանակ նույն գույնն է վառվել, դատարանը բավարար չի համարել ապացույցները ու էլի դեպքեր ա եղել, դրա համար հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները նման շատ, այսպես ասած, հաճախ չեն հանդիպում նման դեպքերի ու երբ որ ընթացք են փորձում տալ հիմնականում չեն էլ հաջողում, այդքան չեն գնում դրա հետևից, նաև հաշվի առնելով, որ այդ ընդհանուր հատուցումների մեջ միգուցե դա շատ մեծ ծավալ չի կազմի բաժանած ապահովագրական ընկերությունների քանակին յուրաքանչյուրի վրա մեծ, ասենք, բեռ չի առաջանում, բայց եթե ցանկանանք, որ դա աշխատի ու կանխարգելիչ դեր կատարի, որպեսզի պատկան մարմինները ժամանակին ապահովեն այդ խնդիրների լուծումը, երևի թե մի տարբերակն է, որ ապահովագրական համակարգը հրաժարվի դրա հատուցումներից, այդ ժամանակ կմնա ինչ-որ անձանց վրա, իսկ դրա իրանց համար այդ գումարը էական կլինի, իրանք արդեն շատ ավելի հավանական է, որ գնան, դիմեն, պահանջեն, որպեսզի հետ ստանան այդ գումարները, քանի որ ենթադրենք իրանք վնաս են պատճառել իրանց միջոցով հատուցումները իրականացվել, իրանք ինչ-որ գումարային տուժելու խնդիր կարող է լինի, ասենք մալուսները ավելանում եւ այլն, կամ նույնիսկ հետադարձ պահանջներ լինեն, դրա համար իրանք կարող ավելի հետեւողական լինեն, բայց դա արդեն, այսօր ասած, ֆունդամենտալ փոփոխություն է ենթադրում մեր գործունեության տրամաբանության մեջ։ Իսկ քննարկվել է նման տարբերակ։ Նման տարբերակներ եղել է, որ քննարկվել են, բայց հաշվի առնելով, որ ապա ոլորտը, այսպես ասած, համընդհանուր պարտադիր համակարգ է, ու մենք միշտ ցանկություն ենք ունեցել, որ տուժողները պատշաճ հատուցվեն, դրա համար փորձել ենք այն կողքի պատճառներից փորձենք մի քիչ վերանալ համակարգում ամեն ինչը կարգել, որպեսզի եթե մի բանը պարտադիր է, մարդիկ պարտադիր վճարում են, միշտ իրենց հատուցումները ստանան անկախ այն երրորդ կողմի պատճառաբանություններից։ Այսինքն դե մենք ինչ մեղավոր ենք, եթե sense չլիներ, այլ sense չլինի, այսինքն գործընթացը ավելի դարձել ենք պարզ, հասկանալի, հեշտ, դրա համար միգուցե նաև կա խնդիր։ Հիմա պետք է հասկանալ, որն է ավելի կարևոր, այստեղ է սան հատուցումները իրականացնելը, թե որոշ մեղավորների կամ որոշ
գործունեության կամ անգործության պատճառով եթե խնդիր առաջացել, փորձել այդ խնդիրները լուծել։ Ձեր ասելով ստացվում է, որ այդ գումարը միևնույն է քաղաքացիներն են վճարում, քանի որ երբ հատուցումներն ավելանում են, քաղաքացիների վճարն է բարձրանում ու քաղաքացիները կրկին վճարում են այն դեպքերի համար, երբ իրենք այդքան էլ մեղավոր չեն եղել վթարների ավելացման հատուցումների համար։ Այս մասով ճիշտ եք, այդպես է ստացվում, ուղղակի դա ցրվում է բոլորի վրա, քիչ-քիչ, այդքան չի զգացվում, իսկ եթե մենք թողենք, չվճարենք, թողնենք առանձին անհատների վրա, իրանց վրա շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, ու միգուցե ես ասեցի, իրանք գնան մինչև վերջ դրա հետևից, այն ինչ որ ապահովագրական ընկերությունը իր օգուտները վնասները գնահատելու միշտ չի որ անում կամ անում հաջողության չի հասնում։ Հիմա եթե կուզեիք նորից սակագներին անդրադառնալով որպեսզի չբարձրանա կամ նույնիսկ իջնի ինչ կարելի անել, ու քանի որ ես նշեցի սակագներում գերակշիռ առյուծի բաժինը դա հատուցումներն են, այսինքն պետք է այնպես անել, որ հատուցումները նվազեն։ Հիմա հատուցումները նվազելու մի տարբերակը կարող է լինել, որ մեքենաները էժան լինեն, վատը լինեն, ասենք շատ հատուցում չտրվի, դա քննարկելու հարց չի։ Մյուսը հաճախականությունն է պատահարների, որպեսզի պատահարների հաճախականությունը նվազի, պետք է ճանապարհային կարգավորումների եւ վիճակը բարելավի, պետք է մեքենաների վիճակը բարելավի, պետք է վարորդների վարկագիծը բարելավի։ Երեք բան կա ըստ էության։ Շատ պարզ է կարելի ասել։ Հաշվի առնելով այդ հանգամանքները մենք նախորդ տարվա սկզբին ընդունել ենք ԱՊ ոլորտի զարգացման ռազմավարություն, որտեղ կարևորել ենք այդ երեք հանգամանքները անվտանգության բարձրացումը, պատահարների նվազեցումը։ Իհարկե ցավոք մենք միայնակ չենք կարող դա ապահովել, քանի որ այս ոլորտում տրամաբանային անվտանգության բարձրացման եւ պատահարների քանակի նվազեցման ուղղությամբ շատ բան մեզանից չի կախված ցավոք, այստեղ օրինակ ճանապարհների անվտանգություն, կարգավորում, տեղականության կառավարման մարմիններն են հիմնականում զբաղվում, հանրապետական ճանապարհները, տարածքային կառավարման նախարարությունը, վարորդի վարկագծի, վարելու իրավունքի, օրինապահ վարորդ լինել չլինելու հարցերով ներքին գործերի նախարարությունը, մեքենաների վիճակը տեղզնում եւ այլն տկերն անորից զբաղվում, բայց ամեն դեպքում մենք փորձել ենք այդ բոլոր ուղղություններով ներգրավել, օրինակ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով մենք կազմել ենք քարտեզ պատահարների, որտեղ ասենք ինչ հաճախականության որ ժամերին ավելի շատ պատահարներ լինում, որը կիսվել ենք ներքին գործերի նախարարության հետ, մենք պատրաստում ենք նման ավելի համապարփակ քարտեզ ստեղծել նաև, որը որոշակի ժամանակ պահանջի եւ ծրագրային լուծումներ, որը կլինի ավելի ճկուն, անընդհատ փոփոխությունները իրար մեջ ներառի ու նաև հուշող թե ինչ պատճառներով են հիմնականում դրանք առաջանում, մենք օրինակ ունենք պայմանավորություն ՏԿ-ի հետ, որ ստեղծենք որոշակի հանձնաժողով, որը կունենա այդ տեղեկատվությունը, կներգրավենք մասնագետներ, փորձագետներ, որ վերլուծություններ իրականացվի այդ տվյալների, դրա պատճառահետևանքային կապերի ու համապարփակ լուծումներ փորձենք տալ, ոչ թե ինչ-որ տեղային մի բան ասենք, միտեղ մի խնդիր ենք տեսել, գնալ լուծել, որովհետև ինչ-որ տեղային լուծումը միտեղ կարող է իրավիճակը բարելավի, հենց դրա շնորհիվ մի ուրիշտեղ ավելի վատանա։ Լինում է, չէ՞, ինչ-որ միտեղ մի կարգավորում փոխում են, այդտեղ ոնց որ լավանում է այդ շարժը, դրա փոխեն ուրիշ տեղ է։ Այդ ամեն ինչը պետք է ամբողջական դիտարկել։ Նույն վարորդների վարկագծի պահովենք բաներ մտածել մեր ռազմավարությունով նախատեսել, որ օրինակ վարորդական իրավունքի քննության մեջ ներառվի ինչ-որ ապայի տարեր, բացի դրանից եթե մեծ մալուսներ եւ բալերի կորուստներ ունեն վարորդներ, օրինակ նախ բանակցում ենք հիմա ներքին գործերի նախարարության հետ էլ, որ ենթադրենք ինչ-որ դասընթացների եւ քննությունների տարբերակ մշակվի, որ մարդիկ գնան դրանք անցնեն, կարողանան ինչ-որ բան նվազեցնել, այսինքն մարդկանց համ գիտելիքի, վարկագծի վրա ազդեցության, այսինքն այստեղ միայն գիտելիք չի, նաև վարկագծային ինչ-որ բաներ պետք է մատուցել, որը հնարավորություն կտա ինչ-որ փոփոխություններ անել, այդ թվում տեղզնման ոլորտում նախատեսում են որոշակի
աջակցություն տկինին բարելավելու համար մեքենաների տեղազնության վիճակը։ Եվ վերջին հարցը, ինչպես են եղանակային անբարենպաստ պայմաններից բխող վթարներն ազդում վարորդների ապագա ապահովագրավճարների վրա եւ արդյոք կան մեղմացուցիչ մոտեցումներ։ Եթե եղանակային անբարենպաստ պայմանները, ինչպես նշեցի սկզբի վիճակագրությունում, բերում են պատահարների քանակի աճի վրա, հետեւաբար ընդհանուր հատուցումները շատանում է, եթե հատուցումները շատանում, ուրեմն նորից ճնշում է գործադրում սակագների վրա։